Եթերում CBC FM-ի հայկական ծառայության նորությունների թողարկումն է։ Խոսափողի մոտն են Աթիրա Իսրաֆիլը եւ Սաբինա Բայրամը։ Այսօր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը այցելել է Խանքենդիի Քերքիջահան ավան։ Խանքենդի քաղաքում եւ Աղդերիի ու Խոջալույի շրջաններում նախագահի հատուկ ներկայացուցիչ Էլչին Յուսուբովը նախագահին տեղեկացրել է ավանում կատարված աշխատանքների մասին։ Նշվել է, որ ավանում, որտեղ վերականգնման աշխատանքները սկսվել են այս տարվա մայիսին, մինչև տարեվերջ նախատեսվում է վերանորոգել 40 տուն, 2026 թվականին 280։ 30 տան վերանորոգումը արդեն ավարտվել է։ Սկզբնական փուլում ավան իրենց նախնիների հողեր է վերադարձել 30 ընտանիք, ընդհանուր առմամբ 115 բնակիչ։ Իլհամ Ալիևը մասնակցել է կապիտալ վերանորոգումից հետո Խանքենդի քաղաքի Քերքիջահան ավանի թիվ 1 միջնակարգ դպրոցի շենքի բացմանը։ Գիտության եւ կրթության նախարար Էմին Ամրուլլայևը պետության ղեկավարին տեղեկացրել է կատարված աշխատանքների մասին։ Զեկուցվել է, որ 624 աշակերտի համար նախատեսված տեղական դպրոցի շենքում կապիտալ վերանորոգումը կատարվել է բարձր մակարդակով եւ կարճ ժամանակում։ Դպրոցում ստեղծվել է 17 դասասենյակ, լաբորատորիաներ, STEAM, ինֆորմատիկա, ռազմական պատրաստության, կենսաբանության, քիմիայի, ֆիզիկայի, տեխնոլոգիայի, նախադպրոցական նախապատրաստական սենյակներ, գրադարան, ընթերցասրահ, մարզական եւ հավաքների դահլիճներ եւ այլն։ Շենքի բոլոր սենյակները հագեցած են անհրաժեշտ ուսումնական նյութերով։ Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ Ջոմարտ Տոկաևը շնորհավորական նամակ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։ Նամակում ասվում է. Ղազախստանում ձեզ ճանաչում եւ հարգում են որպես մեր ժամանակների ականավոր պետական գործիչ, համաշխարհային մասշտաբի փորձառու եւ կոմպետենտ քաղաքական գործիչ։ Ձեր բազմամյա արդյունավետ պետական ծառայությունը իրավամբ ասոցացվում է Ադրբեջանի պատմական նվաճումների, նրա ինքնիշխանության ամրապնդման, միջազգային հեղինակության աճի եւ դինամիկ սոցիալ-տնտեսական զարգացման շրջանի հետ։ Ես բարձր եմ գնահատում ձեր հսկայական անձնական ներդրումը ղազախա-ադրբեջանական ռազմավարական գործընկերության եւ դաշինքի ամրապնդման գործում եւ հատուկ նշանակություն եմ տալիս դրանց համապարփակ ամրապնդմանը, դարավոր բարեկամության եւ փոխադարձ աջակցության ոգով։ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն շնորհավորական նամակ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։ Նամակում մասնավորապես ասվում է. Վրաստանին եւ Ադրբեջանի Հանրապետությանը կապում են պատմական բարեկամությունը եւ անսասան ռազմավարական գործընկերությունը, ինչը նպաստում է տարածաշրջանում կայունությանը եւ բարգավաճմանը։ Խորապես հավատում եմ, որ մեր համատեղ ջանքերի շնորհիվ մեր երկրների միջև հարաբերությունները կշարունակեն խորանալ եւ ամրապնդվել։ Հարգելի պարոն նախագահ, օգտվելով այս հնարավորությունից եւս մեկ անգամ իմ խորին հարգանքն եմ արտահայտում ձեզ, մաղթում եմ ձեզ քաջ առողջություն, բարգավաճում եւ հաջողություն ձեր պատասխանատու աշխատանքում, իսկ Ադրբեջանի բարեկամ ժողովրդին խաղաղություն եւ առաջընթաց։ Ադրբեջանը եւ Թուրքիան հաստատել են հաջորդ 10 գետից բաղկացած տնտեսական համագործակցության ծրագիրը։ Որոշումն ընդունվել է Ադրբեջանի եւ Թուրքիայի տնտեսական համագործակցության միջկառավարական համատեղ հանձնաժողովի 12-րդ նիստի արդյունքներով, որը տեղի է ունեցել Բաքվում։ Վարչապետ Ալի Ասադովի եւ Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յիլմազի նախագահությամբ։ Կողմերը քննարկել են երկկողմ համագործակցության հարցերի լայն շրջանակ։ Հատուկ շադրություն է դարձվել էներգետիկ նախաձեռնություններին, ներառյալ հարավային գազային միջանցքի հզորությունների ընդլայնմանը, ադրբեջանական գազի մատակարարմանը Եվրոպա եւ Մերձավոր Արևելք, ինչպես նաեւ Իգդր-Նախճիվան գազատարի նախագծին։ Նշվել է Բաքու-Թբիլիսի գարս երկաթուղու ռազմավարական նշանակությունը եւ Զանգեզուրի միջանցքի հերանեկարները։ Հանդիպումից հետո Ալի Ասադովը եւ Ջևդեթ Յիլմազը ստորագրել են հանձնաժողովի 12-րդ նիստի արձանագրությունը եւ հաստատել երկկողմ համագործակցության առանցքային ոլորտները ներառող հաջորդ 10 կետից բաղկացած գործողությունների ծրագիրը։ Ադրբեջանի մայրաքաղաքում ընթանում է Ադրբեջանը-թուրքական երկրորդ ներդրումային ֆորումը, որը հավաքել է երկու երկրների պետական մարմինների եւ գործարար շրջանակների ներկայացուցիչների։ Միջոցառումն անցկացվում է Ադրբեջանի էկոնոմիկայի եւ Թուրքիայի առևտրի նախարարությունների, ինչպես նաեւ Ադրբեջանի արտահանման եւ ներդրումների խրախուսման գործակալության եւ թուրք-ադրբեջանական գործարարների եւ արդյունաբերողների ասոցիացիայի կազմակերպչական աջակցությամբ։
Ֆորումին մասնակցում են պաշտոնյաներ, պետական եւ մասնավոր կազմակերպությունների, գործարար ասոցիացիաների եւ Ադրբեջանի եւ Թուրքիայի առևտրաարդյունաբերական պալատների ներկայացուցիչներ։ Միջոցառման շրջանակներում նախատեսված են պանելային քննարկումներ, նվիրված միջտարածաշրջանային առևտրի զարգացմանը, էներգետիկ անցմանը, կայուն զարգացմանը եւ ենթակառուցվածքային նախագծերին, երկկողմ կապերի ընդլայնմանը եւ հաջորդ արդյունաբերական հեղափոխությանը։ Վերջին 5 տարիների ընթացքում երկրների թիվը, ուր Ադրբեջանը գազ է արտահանում, հասել է 14-ի, դրանցից 10-ը եվրոպական երկրներ են։ Այս մասին հայտարարել է վարչապետ Ալի Ասադովը, ելույթ ունենալով թուրք-ադրբեջանական համատեղ ներդրումային երկրորդ ֆորումում։ Սոքարը մեր եղբայրական երկրում ամենամեծ օտարերկրյա ներդրումն է, որը 19 միլիարդ դոլար է ներդրել Թուրքիայում։ Այս ներդրումների շրջանակներում ընկերությունը բազմաթիվ ռազմավարական նախագծեր է իրականացրել նավթավերամշական, նավթաքիմիական արդյունաբերության եւ բնական գազի ոլորտներում, նշել է նա։ Վարչապետի խոսքով թուրքական ներդրումային հիմնադրամի ստեղծումը ռազմավարական նշանակություն ունի տարածաշրջանում համատեղ ներդրումային նախաձեռնություններին աջակցելու եւ ֆինանսական գործիքների ընդլայնման առումով։ Թուրքական ընկերությունները ներդրում են ունեցել Ղարաբաղի վերականգնման գործում, իրականացնելով ավելի քան 5 միլիարդ դոլարի նախագծեր։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի առևտրի նախարար Էմրե Բոլաթը, ելույթ ունենալով Բաքվում անցկացվող թուրք-ադրբեջանական երկրորդ ներդրումային ֆորումում։ Նա նշել է, որ թուրքական ընկերությունները մինչ օրս նշանակալի դեր են խաղացել Ադրբեջանում, մասնավորապես Ղարաբաղի ազատագրված շրջանների վերականգնման գործում։ Նախարարի խոսքով թուրքական ընկերությունները մինչ օրս Ադրբեջանում իրականացրել են մոտ 560 նախագիծ։ Թուրքիայում Ադրբեջանի մշակութային կենտրոնի եւ Անկարայի երաժշտության եւ գեղարվեստի համալսարանի համատեղ նախագծի շրջանակներում ուսումնական հաստատության ներքին փողոցներից մեկը անվանակոչվել է հանճարեղ ադրբեջանցի կոմպոզիտոր Ուզեյր Հաջիբելիի անունով։ Ադրբեջանի մշակույթի նախարարությունում ընդգծել են, որ նախաձեռնությունը նվիրված է ականավոր կոմպոզիտորի 140-ամյակին։ Այսօր դեկտեմբերի 23-ին Անկարայի երաժշտության եւ գեղարվեստի համալսարանի տարածքում տեղի կունենա Ուզեյր Հաջիբելիի փողոցի բացման արարողությունը, ինչպես նաեւ կներկայացվի Ադրբեջանի մշակութային կենտրոնի կողմից պատրաստված համերգային ծրագիր, նվիրված մեծ կոմպոզիտորի ստեղծագործություններին, հայտնել են մշակույթի նախարարությունում։ Դեկտեմբերի 31-ի համայն աշխարհի ադրբեջանցիների համերաշխության օրվա եւ նոր տարվա կապակցությամբ Շուշայի Ծաղկայքում կազմակերպվել է տոնական տոնավաճառ։ Տոնավաճառը կգործի մինչև հունվարի 3-ը։ Դեկտեմբերի 31-ին ժամը 17:00-ին կկայանա նաեւ համերակային ծրագիր։ Դուք լսեցիք CBC FM-ի լուրերի թողարկումը, հետևեք մեր լուրերի հաջորդ թողարկումներին։ Իսկ այժմ եղանակի մասին։ Բաքվում եւ Աբշերոնի թերակղզում սպասվում է փոփոխական անպամացություն, հիմնականում առանց ստեղումների եղանակ։ Քամին հյուսիսարևելյան, օդի ջերմաստիճանը գիշերը կկազմի 3-4, ցերեկը 7-10 աստիճան տաքություն։ Ադրբեջանի մարզերում սպասվում է հիմնականում առանց ստեղումների եղանակ։ Գիշերը եւ առավոտյան առանձին շրջաններում կդիտվի մառախուղ։ Օդի ջերմաստիճանը գիշերը կկազմի 1 աստիճան ցրտից 4 աստիճան տաքություն, ցերեկը 7-ից 12 աստիճան տաքություն։ Լեռներում գիշերը 3-8 աստիճան ցուրտ, ցերեկը 3-8 աստիճան տաքություն։ Շուշայում, Խոջալույում, Խոջավենդում, Խանքենդում սպասվում է 2-10, Աղդամում, Ֆիզուլիում 0-8, Ջաբրայիլում, Զանգիլանում, Գուբատլույում 4-8 աստիճան տաքություն, Լաչինում եւ Քելբաջարում 2 աստիճան ցրտից 7 աստիճան տաքություն։ 102.7 FM